Մինչ Մաննանը դեռ մտածում էր Թրիշոյի մասին, նրան զանգ է գալիս Թրիշոն։ Նա պատրաստվում է լաց լինել, քանի որ գիտի, որ Թրիշոն նախ կհարցնի իրեն իր երեխայի մասին, որը դեռ այնտեղ չէ։ Մաննանը վերցնում է հեռախոսը, և Թրիշոն ասում է. «Ես լավ եմ, բայց պատմիր ինձ երեխայի մասին, թե ինչպես է նա»։ Մաննանը լաց է լինում և ասում. «Նա գնացել է, ներողություն եմ խնդրում»։ Լրիշոյի առողջությունը հանկարծակի վատանում է։ Նա շոկի մեջ է ընկնում իր երեխայի մասին լսելուց հետո։ Լրիշոյի ընկերը արագորեն բժշկին ասում է, որ Թրիշոյի վիճակը վատանում է։ Այնուհետև բժիշկը խնդրում է Թրիշոյին դուրս գալ սենյակից։ Մաննան այժմ վշտի մեջ է, չի կարողանում զսպել իրեն երեխայի մասին լսելուց հետո։ Այսպիսով, Մաննանը որոշում է դիմակայել Թրիշոյին, և երբ նա հասնի հիվանդանոց, Թրիշոյի ընկերուհին կանգնած կլինի այնտեղ։ Թրիշոյի ընկերուհին այնուհետև ասում է. «Բրիշոն շատ տխուր է»։ Նա տխուր է լսելով իր երեխայի մասին լուրը, և բժիշկները թույլ չեն տալիս նրան ներս մտնել։ Այս մասին Մաննան ասում է, որ սա իմ պատճառով է պատահել, ես չպետք է ոչինչ պատմեի երեխայի մասին։ Այս մասին Դրոշոյի ընկերն ասում է, որ Մաննան, դու պետք է սա մի պահ ասեիր, հետևաբար դա քո մեղքը չէ, դու չպետք է սա ասես ինքդ քեզ։